Իրականում հիմնական լծակը այն է, որ իբր կուսակցությունների ընտրություն է լինելու, բայց թաքնված, իրականում ինչ որ անձանց խաղի մեջ են լցրել, այդ անձինք ման են գալիս, ժողովրդին ինչ որ խոստումներ են տալիս, ասում են ես լավ տղա եմ, արի ինձ քվեարկի, հետո պարզվում է, որ այդ լավ տղուն քվեարկելու համար պետք է գնաս հանրապետականին քվեարկես։ Այդ իրանք չեն բացում, այդ քարոզի ժամանակ չեն ասում, որ դրա համար պետք է գնաս հանրապետականին քվեարկես։ Իրանք ասում են ինձ պետք է քվեարկես, բայց հետո պարզվում է, որ քվեարկելու միակ ձևը դա է։ Այսինքն այս համակարգը այնպես է սարքված, որ քաղաքականությունը իսպառ վերացնեն Հայաստանում, քաղաքականություն չի լինի անձերի, փողերի, չգիտեմ, զորբայության պայքար։ Դա համար մեր խնդիրը շատ դժվար է։ Մեր խնդիրը շատ դժվար է, որովհետև մենք այս վիճակում պետք է կարողանանք այնուամենայնիվ մեր ժողովրդին ինչ-որ բան ասենք եւ մեր ժողովրդին ցույց տանք ճիշտ ուղին։ Հիմա ո՞նց ենք ներկայանում ժողովրդին։ Ժողովրդին պետք է ասենք հետեւյալը. ընտրությունները ընդհանրապես ինչի համար են ժողովուրդ։ Դրա համար, որ ժողովուրդը ընտրի իր կառավարիչներին։ Այսինքն այն մարդկանց, ում կվստահի իր ապագան, իր անվտանգությունը, իր բարեկեցության հեռանկարները, այդ չի ընտրությունը, այդ է։ Բայց հիմա եկեք հասկանանք, որն է այդ ճիշտ ուղին մեր խնդիրները լուծելու։ Դուք Չարենցավանում եք աշխատելու, Չարենցավանը մի քաղաք է, որը հայտնի է իր այն հին արդյունաբերական հզոր տրադիցիաներով։ Ինչ լուրջ գործարաններ կային, դուք ասեք, աստվածաշինականը, այն ժելեզաբետոնի կոնստրուկցիա, ոնց է կոչվում։ Լուրջ արդյունաբերական մի քաղաք է։ Հիմա մի գործարան կա, որ աշխատում է։ Միակար քանդեցին։ Այսինքն այդ լուրջ ավանդույթները ունեցող քաղաքը այսօր հայտնվել է այս թշվառ վիճակում։ Բայց հիմա ո՞րն է, իրավիճակը ուղղելու ձևը ո՞րն է։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Ինչ հաշակում չի դրսվի։ Ես կոնկրետ ասում եմ ձեզ, ուղին ո՞րն է։ 2000 տարի չի դրսվի։ Իսկ եթե խաղաղություն հաստատվի, կդզվի թե չի դզվի։ Չէ՞ որ մեր պապերը մենց համար սարքել են 12 հատ գործարան, բայց դուք քանդեցիք։ Ես իմ ասելիքը ասեմ։ Մեր հորի եղբոր տղեկ։ Ես իմ ասելիքը ասեմ։ Ուրեմն կներեք, բայց այդ ամբողջ այդ համակարգը ստեղծվել էր սովետական միության ժամանակ, եւ երբ որ սովետական միությունը քանդվեց, փլվեց այդ ամբողջ տնտեսական համակարգը։ Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չի նորից վերականգնել արդյունաբերություն, բայց դրա համար պետք են այն կապերը, այն առևտուրը, այն հնարավորությունները, որ կային, որովհետև ճանապարհները բաց էին, որովհետև մենք տնտեսական կապերի մեջ էինք, կարելի ասել, բոլոր սովետական հանրապետությունների հետ։ Հիմա լավ սովետական միություն չկա, բայց կան այլ երկրներ, չէ՞, ում հետ կարելի առևտուր անել։ Բայց այդ երկրների հետ ո՞նց առևտուր անես։ Եթե Հայաստանը բացարձակ չի կարող մրցակից լինել արտաքին աշխարհում։ Ինչի՞։ Որովհետև երկու կողմից շրջափակված է Թուրքիայով եւ Ադրբեջանով։ Լիակատար շրջափակում։